Բարև, սիրելիներ, երկրորդ օրինաց 4 գլխում մեջ Մովսեսն ու ժողովուրդը գահասնին Հորդանան քեդի արևելյան եզերքը Նապավ լերան մոտ։ Մովսես կվերհիշե իրենց անաբադի ճամփորդությունը եւ վերջին հրահանգներ գուտա, մինչ նոր սերունդը կպատրաստվի երկիրը մտնել։ Եվ Մովսես կշեշտե երկու մեծ բառեր՝ սեր եւ հնազանդություն։ Ան նաեւ 4 հիմնական պատճառներ գուտա Աստծո հնազանդելուն։ Առաջին, որ բացահայտված է առաջին համարին մեջ, որ Իսրայելը կպատկանի Աստծո, եւ Աստված գուզե պահպանել, փառքավաճել եւ օրհնել անոնց։ Երկրորդ պատճառը հնազանդությունը Աստծո բոլոր ըրած բաներուն երախտագիտություն ցուցաբերելու միջոցն է։ Երրորդ պատճառը, որ պետք է հնազանդին Աստծո, որ Աստված կսիրե այս ժողովուրդը, ինչպես որ հիշված է 37-րդ համարի մեջ։ Թեև Աստված իր սերը ցույց տված է ծննդոցի առաջին համարեն, սակայն այստեղ առաջին անգամն է, որ սեր բառը բացահայտորեն հիշված է եւ Աստված ուղղակիորեն գսե ժողովրդին, որ իրենց գսիրե։ Մեզ մե յուրաքանչյուրս գարիք ունենք գիտնալու, թե Աստված մեզ գսիրե, չնայած թե ով ենք մենք։ Եթե մենք մեղքի պատճառով չենք կրնար սկալ այդ սերը, մենք պետք է կանք խաչին, ուր ան շոշափելիորեն ցույց տվավ իր սերը։ Չորրորդ պատճառը հնազանդության, ինչպես հիշված է 14-րդ գլխուն առաջին համարի մեջ, որ անոնք պետք է սուրբ ժողովուրդ լային, եւ այդ մեկը գուկա հնազանդությամբ։ Կգարձեմ սիրելիներ, շատ հստակ է, որ Աստծո հնազանդիլը յանքի առաջին օրենքն է, բայց մարդը բնածին ցանկություն ունի ինք ղեկավարողը ըլլա եւ չուզեր ենթարկվել իր անցենզատ ուրիշ որևէ մեկուն։ Մինչ Աստված կպատրաստե ժողովուրդը խոստացված երկիրը մտնել, ան կհորդորե անոնց բահելու իր կանոններն ու պատվիրանները։ Եթե բահեն, պիտի օրհնվին։ Անոնք նաեւ վկաներ պիտի լային աշխարհին այս հնազանդության միջոցով։ Այսօր պետք է եկեղեցին երթա ամբողջ աշխարհը եւ ավետարանը քարոզե։ Իսրայել ասկեն երբեք չէր բանջված դուրս երթան, բայց եթե անոնք հավատարիմ մնային Աստծո, մույս ասկերը պիտի լսեին կանոնները եւ պիտի կային երկրի ծայրերեն վկայելու եւ անոնցմե մասը ըլլալու։ Երկրորդ օրինաց 4 գլխուն 9-րդ համարին մեջ Աստված մարդոց կուտա իրենց մեծակույն ուսուցանելու ծառայությունը։ Անգսե անոնք քու որդիներուտ եւ անոնց որդիներուն սորվեցուր։ Ցավոք սրդի կգարձեմ այդ է մեծակույն ցախողությունը այսօր։ Ծնողներու ցախողությունը ուսուցանելու Աստծո խոսքը իրենց դուներուն մեջ։ Մինչ կանցնենք 16-րդ համարին, կտեսնենք, որ մարդոց բացարձակ արգելված էր Աստծո որևէ պատկեր կամ գուրք ունենալ։ Եվ մինչ Տեր Հիսուս մարդացավ, անոր մասին ոչ մեկ նկարագրություն չկա։ Հիսուսը հստակացուց, որ Աստված հոգի է։ Թեև Հիսուսի մեջ Աստծո մարմնավորումը մարդկային էր, սակայն մենք չենք գիտեր ան ինչ դեսք ուներ։ Եվ այդ կարևոր է, քանի որ Հիսուս պետք է բնակի մեր սրտերուն մեջ եւ ոչ թե գդավիմը վրա։ Անցնելով 25-րդ համարին Աստված կզգուշացնե մարդոց անօրենության հետևանքներեն եւ պաշտամունքի համար գուրքեր շինել է։ Երբ մենք կորսնցնենք մեր երկրպագության կենտրոնացումը Աստծո վրայեն, մենք պիտի գործվենք։ Շատ օրինակներ կան այս մասին։ 30 եւ 31 համարներու մեջ Աստված անոնց կպատմե վերջին օրերուն մասին, մասնավորապես, որ ան պիտի չցկե անոնց, երբ անոնք նեղության մեջ Աստծո դառնան, որովհետեւ Աստված ողորմած է եւ այդ է պատճառը, որ ես եւ դու այսօր դերոջ գոմեն լքված չենք։ Աստված չուզեր, որ անոնք մոռնան այն բոլոր բաները, որ անըրավ անոնց համար Եգիպտոսի մեջ։ Աստված գսե 37-րդ համարին մեջ, թե ան ընդրեց անոնց, որովհետև գսիրեր անոնց։ Անոնց մեջ լավություն չկար, բայց Աստծո մեջ բարություն կա։ Աստված գփրկե, քանի որ գսիրե։ Բայց մենք միայն սիրով չենք փրկվիր, այլ նաև անոր անսահման շնորհքով։ Գտեսնեք սիրելիներ, դեռ բարձավես չի փանար տրախտի յետևի թուրը, որ մեզի ներս մտցնե։ Մեղքերու համար պետք էր զոհ մատուցվեր Քրիստոսի մահով,
որովհետև մենք կարողանայինք ներում ստանալ։ Ամեն։